Ես երկար ժամանակ փորձում էի հասկանալ, թե ինչու Նիկոլ Փաշինյանը իրավապահ ուժային բլոկի ղեկավարների պաշտոնանկությունների ժամանակ ազատվեց նաև իրեն այդքան նվիրված Արգիշտի Քյարամյանից։ Եվ ես այսօր ստացա այդ հարցի պատասխանը։ Ստացա այն ժամանակ, երբ որ դուք պատասխանում էիք իմ գործընկերոջ հարցին։ Պարոն Պողոսյան, այն կույր հավատարմությունը, որ դուք տածում եք առ այս իշխանություններ, առ Նիկոլ Փաշինյան, դրան կնախանձի անգամ Վահագն Ալեքսանյանը եւ Արտուր Հովհաննիսյանը։ Ես ձեզ կոչ եմ անում կանգ առնել, իսկապես կանգ առնելու կոչ եմ ձեզ անում, որովհետեւ այն ինչ տեղի ունեցավ օրերս Նոր Նորքի թաղապետարանում, այստեղ նստած իշխանական падգամավորներից որևէ մեկը այդ համարձակությունը, այդ քաղաքական համարձակությունը չունեցավ, այդ բեռը իր ուսերին դնելու ու պաշտպանելու թաղապետին, բայց դուք, լինելով քննչական կոմիտեի ղեկավար, այդ բեռը, այդ պատասխանատվությունը վերցրեցիք ձեր ուսերին։ Պարոն Պողոսյան, ձեր ելույթը, հարց ու պատասխանները կարելի է ամփոփել այս երկու լուսանկարների մեջ, այս երկու անորակ լուսանկարների մեջ, որովհետև այն արդարադատությունը, որ դուք իրականացնում եք, այս լուսանկարների նման անորակ է, պարոն Պողոսյան։ Ես Լիլիթին տեսել եմ Աբովյան քրեակատարողական հիմնարկում, 2 օր առաջ տեսակցել եմ իրեն, Լիլիթը այս նույն հագուստով էր գտնվում, պարոն Պողոսյան, այս նույն գիշերազգեստով էր գտնվում, հողաթափերով էր գտնվում, կնոջը բնորոշ ներողություն եմ խնդրում, ֆիզիոլոգիական վիճակում էր գտնվում։ 8 ոստիկաններ, Կումայրիի բաժնի ծառայողները, ներխուժել են Լիլիթի բնակարան, տարեց մոր 78-ամյա կնոջ ներկայությամբ, առանց թույլ տալու, որ կինը գոնե իր հագուստը փոխի, այլ բան չեմ ասում, առանց թույլ տալու, որ իր հագուստը փոխի, բերման են ենթարկել բաժին։ 2 օր շարունակ շուրջերկրյա ճանապարհորդություն են իրականացրել էլ հիվանդանոցներով, էլ ԶՊՎ-ով, էլ բաժնով, վերջին հանգրվանը եղել է Աբովյան քրեակատարողական հիմնարկը։ Պարոն Պողոսյան, դուք պետք է ուշադիր լինեք ձեր բառերի նկատմամբ։ Դուք այս ամբիոնից լինելով քննչական կոմիտեի ղեկավար, ասում եք, որ բազմաթիվ քրեական գործերով է անցնում Լիլիթ Աղեկյանը։ Ես ընդմիջման ժամանակ հասցրել եմ ճշտել, բազմաթիվ քրեական գործերով չի անցնում Լիլիթ Աղեկյանը։ Դուք ասում եք, դուք Լիլիթ Աղեկյանին մեղադրում եք հանցագործության մեջ։ Եթե ես չեմ սխալվում, մեր երկրում դեռևս մարդուն հանցագործության մեջ կարելի է մեղադրել, եթե կա դատարանի ուժի մեջ մտած վճիռ։ Պարոն Պողոսյան, դուք օգոստոսին հանցանքների մեջ է մեղադրում պարոն Պողոսյանը Լիլիթ Աղեկյանին, հանցագործ է անվանում։ Դուք օգոստոսին, պարոն Պողոսյան, դուք օգոստոսին գործ ուղարկել եք դատարան, հետո ձեր ուղարկած գործի հետևից չեք գնացել։ Մինչև այսօր նիստ տեղի չի ունեցել։ Տուժողները, մարզի դատախազը եւ դատախազի տեղակալը հրաժարվել են իրենց կարգավիճակից։ Դուք այս պայմաններում կանգնում եւ այս բարձր ամբիոնից լինելով քննչական կոմիտեի ղեկավար հայտարարում եք, որ կինը անցնում է բազմաթիվ գործերով, ձևակերպումը ձերն է, եւ ասում եք, որ հանցագործ է ինքը։ Լուրջ եք ասում։ Քննչական կոմիտեի ղեկավարը իրավունք ունի նման հայտարարություններ անի։ Ես նորից եմ ասում, ԿՊԿ падգամավորներ անգամ այդպիսի հայտարարություններ չեն անում։ Հիմա անցնենք մեր օրվա 2-րդ հերոսին, որի պաշտպանությունը դուք ստանձնեցիք։ Մի բան, որը իշխանության որևէ ներկայացուցիչ չի արել, բայց պարոն Պողոսյանը պետք է այդ ֆունկցիան վերցներ իր վրա։ Այս մարդու արարքը, նախ սկսենք նրանից, որ ծեծեր, լուրջ եք ասում, 15 հոգով մեկի վրա հարձակվում են թաղապետարանի շենքում, գործը հարուցվում է ծեծի հատկանիշներով, հա, որ հետո մեղմ պատիժ սահմանեք, ես անկեղծ եմ ասում, դուք ինձ պաշտպանեցիք այս թաղապետին, որ քիչ ամենում հավաքն եք արում Զավենի Հանրապետության կուսակցության խոսնակի պաշտոնին,
Կարող եք ճշտել, եթե ազատը համատեղության կարգով նաև կարելի է ստանձնել խոսնակի պարտականությունները։